Ժորժ ջան, նախաքննության գաղտնիք կա, շատ բաներ չեմ կարող բացահայտեմ, բայց մի քանի բաներ ասեմ, որ դուք պատկերացնեք, երբ որ ես կարծում եմ, որ Գարիկ Գալյանի գործով մեղադրանքը անօրինական մեղադրանք է եւ միշտ այդ մասին ասել եմ մյուս զոհվածանողի, երբ որ ծանոթացա այս մեղադրանքին, ես հասկացա, որ Գարիկ Գալյանի գործով մեղադրանքը խիստ օրինական մեղադրանք է։ Այսինքն այն ինչ որ ես տեսա, օրինակ նոր 5 մենք տեսանք, կալանքի 5 մենք տեսանք այնպիսիք, ինչպիսիքն է հակաիշխանական հայացքներ ունենալը, որ կալանքի հիմք է համարում հակաիշխանական հայացքներ ունենալը, իշխանության գաղափարները չկիսելը, գաղափարական տարաձայնություններ ունենալը իշխանության հետ։ Մենք հասկացանք, որ դա կալանքի հիմք է։ Այլակարծությունը, հա, Անիջան, հա, որ գաղափարական տարաձայնություն ունենալը դա կալանքի հիմք է եւ ես դատարանում ասացի, որ այդ հիմքով Հայաստանի Հանրապետության 80%-ին այս բան կարող կալանավորել։ Չէ, դեռևս խորհրդակցական սենյակում է մի ժամ ու կես ընթացքում հավանաբար որոշումը կկայացվի, չգիտեմ, բազմաթիվ հարցեր տվեցինք, պատասխաններ չստացանք։ Անձին մեղադրանքի առաջ չեմ կարող բացահայտեմ հանգամանքները, թեպետ ամեն ինչ արդենից բացահայտված է, բայց անձին մեղադրանքի առաջադրված Բագրատ Սրբազանին ճանաչելու եւ նրա տանը գտնվելու նարդի խաղալու համար։ Ուրիշ բան չասեմ։ Ընդամենը ոչ, Բագրատ Սրբազանին ճանաչելու համար, ասում եմ, այլ բան չկա մեղադրանքով։ Մենք բոլորս էլ ճանաչում ենք ձայնագրություններ, թեկուզ այսպես մոնտաժված կծկտուր։ Ոչ, ձայնագրություններ, որին մասնակցել է Արա Ռոստոմյանը եւ որը իր մեջ պարունակում է անօրինական որևէ գործողության պլանավորում, չկա։ Բառից իմաստով գոյություն չունի։ Կա միջնորդության, որ պլանավորել են որոշակի անօրինական գործողություններ, բայց միջնորդությանը կից նյութերում այդպիսի բան գոյություն չունի։ Կանեք համարում, որ այնպիսի դատավորներին է այս կալանքի միջնորդությունները բաժին հասնում, որոնք որպես կանոն իշխանությանը ոչ հաջող մարդկանց մասով կալանք են կիրառում։ Եկեք այս բանի դատավորների վարքագիծը չգնահատենք, դատանը դեռևս գտնվում է առանձին սենյակում։ Լավ, սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Շնորհակալություն։